Բարելույս սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Ինչպե՞ս եք այս առավոտ։ Սկանչելի փառաբանություններ, չէ՞, ովքեր օրհնված են Տերոջ ներկայությամբ, փառաբանությամբ, Տեր օրհնե ցեզի, Փառքլաս անգամ եւս մեզ արիտ տվա, որովհետեւ հավաքվենք, միասնապար Տերը ճաշտենք, չէ՞։ Ամեն շաբաթ որ այս արիտ ունենք, անիկա շնորհք է մեզի սիրելներ, չէ՞։ Փառքլա Տերոջը, իր բոլոր բարիքներուն համար, իր ներկայության համար, իր շնորհքներուն համար։ Ես այսօր անգամ եւս օրհնված եմ, ինձ համար մեծ բադիվ է անգամ եւս Տերոջը խոսքը ցեզի փոխանցել։ Ես հաջող կսեմ, խոսողը կփոխվի, բայց խոսքին հեղինակը նույնինք Հիսուս Քրիստոսին կնե։ Նույնինք Սուրբ Հոգին ինքն է։ Ամեն։ Եվ ինքն է որ կխոսի մեզի, չնայած ով է խոսողը։ Անոր այսօր մեր ակնկալությունը, մեր սրտերը իրեն փանանք, իրեն դարձնենք, որովհետև ինք մեզի ըսելիք ունի։ Ամեն։ Ես այսօր հատուկ Facebook-ի մեր ընկերներուն գուզեմ բարևներ ուղարկել, ուր որ եք որտեղին որ մեզի կմասնակցիկ Տերը օրհնե ցեզի, ծեր քաչալերանքը մեզի համար մեծ բան կնշանակե եւ Տերը օրհնե ցեզի այսօր իր խոսքը ցեզի ալ հասնի։ Ես այսօր հատուկ ուրախ եմ որ մեծ ունենք շատ սիրելի ինձ համար շատ սիրելի ընկերներ, Քևինը, Մարսին եւ Մարսին հայրը, շատ ուրախ եմ եկեք ծափահարություններով իրենց թիմավորենք, շատ սիրելի եղբայրներ եւ քույրեր են Տերոջմով, ինձ համար շատ սիրելի ընկերներ են, սո իրենց ներկայությունը ինձ համար շատ քաչալերանք է այսօր, շնորհակալ եմ սիրելներ։ Այսօր իրականության մեջ նյութը որ Տերը սրտիս վրա դրավ, ցևով մը շարունակությունն է, ինչ որ անցյալ ամիս նյութը մենք լսեցինք եղբայր Նազոնի միջոցով։ Անցյալ ամիս եղբայր Նազոն շատ կարևոր նյութի մասին խոսեցավ մեզի, որ հարաբերություններում մեջ շատ կարևոր է։ Մեկ ուզեմ համ հիշել։ Մերնակույր ավելի բարձր ներելու մասին։ Ովքեր գիհիշեն ներելու նյութը։ Լավ եթե հարցնեմ ինչ գիհիշես այդ նյութեն։ Կարևոր գեդերեն, բան մգա որ գիհիշեց միտքդ մնաց սրտիդ վրա այսպես դպավորվեցավ։ Մեկ ուզեմ համասել։ Գնամ ծեր հիշողություն այսօր կնել։ Այո, շատ կարևոր, ներել եւ մոռնալ։ Լավ կներեմ ցեզի, քանի որ չի հիշեցիք։ Ես հիշեմ ցեզի մի քանի բաներ։ Շատ կարևոր բան ասավ եղբայր Նազոն, որ ներելը միագողմանի է եւ գախյալ չէ թիմացինեն։ Այլ խոսքով եթե թիմացինը գտնունի կամ ոչ մենք պետք է ներենք։ Գիշեք ասիկա, այլ խոսքով ներելը պայմանավոր չէ, անպայմանավոր է։ Ներելը երկինքի թռները կփանան մեր արջև։ Գիշեք։ Այլ խոսքով երբ չենք ներեր, երկինքը կոց է մեր արջև։ Ներելը սիրելիներ անպայման հաշտություն չի նշանակեր, որտեղ հաշտությունը երկու հոգի գարիք ունի։ Գիշենք այս կետը։ Դու միագողմանի գրնաս ներել, բայց գրնա թիմացինը քեզ հետ չի հաշտվել, չէ՞։ Շատ կարևոր նյութ է սիրելիներ այս նյութը եւ այսօր ես կուզեմ շարունակել այս նյութը։ Եվ այսօր կուզեմ երկրորդ երեսի մասին խոսել ներումի։ Ով գուզե ասել ինչ է ներումի երկրորդ երեսը։ Այո, ներողություն խնդրել։ Գիտեք, եթե ներում արձակել գա, ներում ստանալ գա։ Չէ՞։ Եթե ներում արձակել գա, ներողություն խնդրել գա։ Եվ որտեվ մենք սիրելիներ միշտ հարաբերության մեջ ենք մարդոց հետ, ոչ թե միայն մարդիկ մեզի հանդեպ կսխալին, բայց մենք ալ մարդոց հանդեպ կսխալինք։ Համաձայն ենք։ Եվ որտեվ մեր մեջ կա դակավին հին բնություն է սիրելիներ, այս մեկը չենք կրնար խուսափել։ Չենք կրնար մարդոց մե հերու ապրիլ, այս մեկեն խուսափելու համար։ Մենք պիտի սխալենք մարդոց հանդեպ եւ մարդիկ ալ պիտի սխալին մեզի հանդեպ։ Եվ անորոմար այսօր գուզեմ խնդրել խոստովանության, այսօր գուզեմ խոսել խոստովանության մասին եւ ներողություն խնդրելու մասին, որ շատ չենք լսեր։ Իրականության մեջ ասկե դարիներ առաջ համակոմարի մկացած է եւ այս նյութը լսեցի
եւ ինձ շատ օրհնեց։ Եվ այսօր գուզեմ ձեզ հետ փոխանցել։ Այսօր գուզեմ երկու բանի մասին խոսել։ Խոստովանության բդուներու մասին եւ խոստովանության սկզբունքներու մասին։ Համաձայն եք դες գրնանք շարունակել։ Ինչ է խոստովանության բդուները մեր կյանքի մեջ սիրելներ։ Երբ մենք խոստովանենք, ինչ է անոր հետևանքը, ինչ է անոր արդյունքը մեր կյանքի մեջ, առաջին խոստովանությունը քեզ խոնարհ կբահի։ Գիտեք, մեր հբարդությունը միշտ կուզե մեր անձը արդարացնել։ Համաձայն եք ինձ հետ։ Մեր հբարդությունը երբեք չուզեր թիմացինը արդարացնել։ Եվ ամեն անգամ որ դու խոստովանես քո մեղքդ, քո հբարդությանդ վրա կգողես։ Եվ խոնարհություն է որ գոհակվիս։ Գիտեք, Աստծո խոսքը գսե Աստված խոնարհներուն շնորհք կուտա, բայց հբարդներուն հագարակ կգենա։ Ավելի լավ է մարդիկ քեզի հագարակ կենան, քան Աստված քեզի հագարակ կենա։ Գիշեք Փարիսեցին եւ Մաքսավորը։ Փարիսեցին ինչ չրավ։ Ինքզինքը կովեց։ Իր անձը մեծուց։ Բայց անոր մեջ խոստովանություն չի գար, չէ՞։ Բայց Մաքսավորը ինչ չրավ։ Ինչը սավ ները ինձի մեղավորիս։ Եվ անիկը ավելի արդարացած կնաց սիրելներ։ Գիտեք, կյանքի մեջ շատերս հիվանդության պատճառով թեղեր գարնենք։ Արյան ճնշման թեմ, շաքարի թեմ, չէ՞, որոնք մեզի կբահեն այդ հիվանդություններն։ Այսօր ցեզի սիրելիներ շատ կարևոր տեղահատում ուզեմ դալ հբարդության թեմ։ Խոստովանություն։ Ամեն անգամ որ կխոստովանես, դու տեղահատում կառնես հբարդությանը թեմ։ Գրամ այսօր հանցնարարել ցեզի ասի։ Մտածե այսօր մասին։ Ուրեմն առաջին բդուղը սիրելիներ ինչ է։ Խոնարհություն։ Երկրորդ բդուղը խոստովանության սիրտդ մաքուր կբահի։ Գիտեք, Աստծո խոսքը գսե ամեն չարփան մեր սրտերեն կփխին, չէ՞։ Անորմալ սրտի մաքրությունը անի չէ որ քու սրտե չարփաներ չի փխի։ Սրտի մաքրությունը անի որ դու չես բահեր այն բաները, որոնք կփխին քու սրտեդ։ Անոնք լույսի կփերես։ Չես ցկեր որ անոնք թաքնվին քո մեջդ։ Աստծո խոսքը ինչ կսե։ Երանի սրտով մաքուրներուն։ Վասնզի անոնք պիտի տեսնեն Աստված։ Սերնե շատերուս հաղորդակցություն Աստծո հետ գաշկանտված է։ Շատերուս աղոթքը գաշկանտված է։ Շատերուս փարապանությունը գաշկանտված է, գիտեք ինչու համար, որտեղ մենք կարող չենք Աստված տեսնելու եւ հանդիպելու։ Եվ մենք կարող չենք Աստված հանդիպելու, որտեղ մեր սրտերը աղդոտ են։ Եվ մեր սրտերը աղդոտ են, որովհետեւ մենք կբահենք այնինչ որ պետք է խոստովանենք։ Որտեղ մենք կբահենք այնինչ որ պետք է լույսին բերենք։ Եվ անիկա խավարի մեջ կբահենք սիրելիներ։ Եթե գուզենք մենք մեր Աստծո հետ հարաբերությունը ուրիշ մագարտակի վրա երթա, խոստովանության կյանքը ապրի սիրելիս։ Խոստովանության բողոդային անցիր եւ անոր մեջ մնացիր։ Եվ պիտի տեսնես որ քու հարաբերությունդ Աստծո հետ ուրիշ մագարտակ պիտի երթա, որովհետեւ երբ կխոստովանես սիրտդ մաքուր կմնա։ Երբ կխոստովանես խիղճդ ազատ կլա։ Եվ երբ խիղճդ ազատ է, ազատությամբ կբաշխեցված։ Ամեն սիրելիներ։ Ուրեմն երկրորդը սիրելիներ, այո դեր փառքը դերոջը լա, սիրտդ մաքուր կբահի խոստովանությունը։ Երրորդ բդուղը սիրելիներ, բժշկություն կբերե։ Ասի շատ կարևոր է։ Հակոբու 5-րդ գլխում մեջ գիտեք ինչ կսե։ Կսե ծեր հանցանքները իրարու խոստովանեցեք, որբեսի բժշկվիք։ Միքուսը մտածես ինչ կապ ունի խոստովանությունը բժշկության հետ, չէ՞։ Երկու կարևոր բաներս եմ քեզի։ Չարը սիրելիներ խավարի մեջ կգործի, համաձայն ենք։ Ամեն անգամ որ դու կբահես քո մեղքերդ,
դու խավարի մեջ կցկես։ Եվ ամեն անգամ որ դու խավարի մեջ կցկես քո մեղքերից, չարը հոն կհանդիպի քեզի եւ գուզե քեզի հարցակել։ Այն բահուն որ դու լույսի կբերես քո մեղքերդ, չարին կորձը վերջ կգտնե։ Որտեվ չարը չի գնար լույսի մեջ աշխատել, միան խավարի մեջ կաշխատի։ Ամեն։ Իսկ երկրորդ բանը, երբ դու կխոստովանես քո մեղքդ, Աստծո արտոնակրություն գուտաս, որ ներկործե քո կյանքիդ մեջ։ Որտեվ Աստված խավարի մեջ չի կործեր, միան լույսի մեջ կործե, որտեվ ինքը լույսի Աստված է։ Ամեն անգամ որ դու գարցակես քո մեղքդ, կխոստովանես, անիկա լույսի կբերես եւ անուղագիորեն Աստծո գսես դեր ինձ փոխե։ Դեր իմ մեջս աշխատիր։ Ես քեզի արտոնակրություն գուտամ, եկուր եւ ներկործե եւ ինձ փոխե։ Եվ անոր համար կսկսես բժշկվելու։ Եվ անոր համար ոչ թե միան դու կբժշկվես, քո հարաբերություններդ կսկսին բժշկվելու։ Կտեսնենք սիրելիներ, որքան կարևոր է խոստովանությունը մեր կյանքի մեջ։ Անիկա մեզի խոնարհություն կուտա, անիկա մեր սիրտը կմաքրե, անիկա մեզի կբժշկե։ Եվ վերջին բդուղը անիկա մեր հարաբերությունները կվերականգնե։ Գիտեք որքան հարաբերություններ խզված են, որտեղ խոստովանություն չի գար։ Որքան ընտանիքներ քանդված են, որովհետև խոստովանությունը բագասերոն։ Գիտեք մենք գիտենք որ պետք է ներենք առանց պայմանի, ասիկա լսեցինք, բայց շատ անգամ մարդիկ չեն ներեր։ Մանավանդ անհավատները։ Եվ որովհետև խոստովանություն չի գար, հարաբերությունները խզվեցան։ Գիտես ամեն անգամ որ դու խոստովանես, թիմացինին գոքնես, որբեսի քեզի ները։ Մտածի ասոր մասին։ Ամեն անգամ որ դու խոստովանես քո մեղքդ, թիմացինին ցեր կերգարես եւ գոքնես, որբեսի քեզի գարենա ներել։ Շատ անգամ իրարու մեր կորձերը կդժվարացնենք սիրելներ։ Ցավ կբաճարենք, դժվարությամբ կցկենք որ թիմացինը մեզի ները, որտեղ չենք խոստովաներ։ Բայց որքան ավելի թյուրում բիդելա թիմացինի սիրտը շահիլ, եթե դու խոստովանես։ Եվ շատ անգամ այդ խոստովանությունը պիտի վերականգնե այն հարաբերությունը։ Որտեղ ինչպես սկիզբից սերն է կյանքը հարաբերությունը։ Կյանքի մեջ հարաբերության մեջ ենք, ուր որ ենք հարաբերության մեջ ենք, ասկե խուսափիլ չի գա։ Եվ երբ մենք կխոնարհենք եւ խոստովանությամբ բողոդային կգալենք, մեր կյանքը կփոխվի։ Եվ ոչ թե միայն մեր կյանքը, մեր շրջանագին կյանքն այն նաև կփոխվի։ Ամեն։ Այսօր համաձայն ենք, որ կարևոր է խոստովանությունը սերներ։ Մինչ կլսենք, եկեք մտածենք այսօր որոշում առնելու նոր խոստովանությունը ապրելակերպ բնելու մեր կյանքի մեջ, համաձայն եք։ Միգուցե ասես լավ, ինչպես պետք է խոստովանենք։ Ես ես կուզեմ մի քանի սկզբունքներ դար այսօր։ Կորձնական սկզբունքներ, շատ բարձ եւ կորձնական սկզբունքներ։ Առաջինը, երբ կսխալիս, նախ մտածե, քանի հոգիներ Աստված են անգե։ Գիտեք շատ անգամ ավելի շատ են Աստվածները, քան դու կգարձես։ Օրինակ մտամ ցեզի։ Սեվենք թե ես համբիգի մասին վատ բան խոսեցամ իրնային, օրինակ։ Քանի հոգիներ Աստված են on։ Երկու հոգի Աստված է։ Եթե ես անդրադարձա իմ սխալիս, ես միան համբիգին կոմ պետք չէ երթամ ներողություն խնդրելու։ Ես նաև միրնային կով պետք է երթամ, որովհետև միրնային խոսեցա համբիգին թեմ։ Եթե իմ զավակիս արդյոք ես մեգումը հանդեպ սխալեցա։ Եվ ես սեվենք թե խոստովանեցա քացի, բայց ես պետք է նաև ուշադրել լամ, որ ես բզդիկ մգար, որ լսեց իմ երածս, դեսավ իմ սխալ արարքս եւ ատկե աստվեցավ, չէ։ Գիտեք բզդիկները ավելի գլսեն քու կորձերուտ, քան քու խոսքերուտ։ Եվ եթե ես պիտի խոստովանիմ, ես միան պիտի չերթամ եւ խոստովանի անոր հանդեպ, որ ես մեղանչեցի, ես պետք է երթամ ան բզդիկին կով։
Եվ սեմ գներես այն արարքս որերի սխալ էր։ Այն խոսքը որ ես խոսեցա քու մորդ հանդեպ կամ քու հորդ հանդեպ կամ քու եղբորդ հանդեպ անիգա սխալ էր։ Կտեսնենք սիրելիներ ինչ կլա։ Շատ անգամ մենք միան անցին երթանք, բայց գմորնանք, որ շատեր Աստված են։ Համաձայն եք էդից։ Սո երբ կսխալիս, երբ կուզես խոստովանել, նախ մտածե, քանի հոգիներ Աստված են։ Եվ կնա բոլորին հետ խոսիր։ Գիտեք, այսօր կփորձենք մեր հբարդությունը ջծմել, համաձայն եք, այսօր թյուրին բաներում մասին չենք խոսիր, սիրելիներ։ Բայց մենք պետք է այս բողոդային կալենք, որտեղ ասե դերոջը զավակներուն ապրելագերբը։ Այսպես կվայել է մեզի կալել, ամեն։ Ուրեմն առաջին իմացիր, որոնք Աստված են։ Երկրորդ խուսափիր եթեներեն եւ փայծերեն։ Խուսափիր եթեներեն եւ փայծերեն։ Հիմա միգուցե ասես ինչի մասին կխոսես սակո։ Գիտեք, շատ անգամ այսպես կխոսվանին գներես եթե սխալեցա քեզի հանդեպ։ Այսօր չեմ ուզել բարերու վրա հիմնվել, բայց շատ անգամ մեր բարերը շատ բան գսեն մեր սրտին մասին, մեր իրավիճակի մասին։ Գիտեք, երբ դու գսես եթե սխալեցա, հարցում այս օգտուն համոզված ես որ սխալեցար։ Թե ոչ այսպես գախյալ գծկես խնդիրը։ Թե ոչ ասել գուզես թե եթե դու գգարձես որ սխալեցա, գներես։ Անորոմա երկրորդ սպասմունքս ան է որ դու հաստատորեն ասե ես սխալեցա։ Փոխանակելու եթե։ Գիշեք անարակ որդին երբ վերադարձավ ինչ ասավ։ Ասավ մեղանչեցի քու արջևդ եւ Աստծո արջև։ Նախ իմացավ որ մեկ հոգի անտեպ չի սխալեցավ, որն է մեր առաջին գեդը, գիտավ որ ինքը թե մարդու անտեպ սխալեցավ եւ թե Աստծո անտեպ, չէ՞։ Եվ երկրորդ եթե չի գարոն։ Հաստատ խոսք մգար, հաստատ խոստովանություն կա որ ես սխալեցա քեզի անտեպ, ես մեղանչեցի։ Անորոմա երբ կխոստովանիս, եթեները մի գործածեր։ Եթե վստահ չես, ինչ է սխալը, հարցուր։ Խնանոր մեջ սխալ բան չի գա։ Բայց եթե գիտես, հաստատորեն ասե, ես քեզի հանդեպ սխալեցա։ Համաձայն եք։ Որքան ավելի Աստծո դիլա քո խոստովանությունը, եթե դու հաստատորեն խոսես։ Եվ երկրորդը փայծերեն խուսափիր։ Գիտեք, շատ անգամ հազիվ պիտի խոստովանիս, հազիվ գսես գներես, ամիջապես փայծերուն կանցես։ Փայծ դու ինձ այսպես սրիր։ Փայծ դու ինձ այսպես բարվեցար, համաձայն եք։ Կբադահի, չէ՞։ Գիտեք, մեր հբարդությունը չուզեր որ մենք խոստովանության այդ իրավիճակի մեջ երկար մնանք։ Գուզե ամիջապես լույսը թիմացինին վրա տնել, որովհետեւ սկսվենք անոն մեղադրելու։ Համաձայն եք ինձ հետ։ Չեն գուզեր անոր մեջ մնալ, գուզենք ամիջապես անցնել թիմացինին։ Սիրելի եղբայրս եւ քույրս, երբ կխոստովանիս, մնա քո խոստովանությանդ մեջ։ Քո զենքերդ վարար, մի փորձեր արդարացնել դու քեզի, եւ այն բահացիք է որ քո խոստովանությունդ գադարյալ եւ լիովին լա։ Առանց ցածկելու, առանց լույսերը քո վրա հետ հանելու թիմացինին տնելու, այն բահին մեջ կեսիր եւ ջզմեք քո հբարդությունդ։ Գիտեք մենք չենք կաչված միան չարին գլխին վրա ջզմելու։ Մենք կանչված ենք նաեւ մեր հբարդության վրա ջզմելու։ Ամեն։ Անորոմար փայծերը մորցի սիրելիս։ Գեցիր, խոստովանիր եւ երբ թիմացինի սիրտը գառնես, այն ադեն գրնաս ասել իրեն, նաեւ ես քեզ մե վիրավորված եմ, անոր մեջ սխալ բան չի գա։ Բայց մի անցնիր անոր վրա են հարևանցի սիրելիս։ Մնա խոստովանությանդ մեջ, գադարելա կորձե, ներումդ ստացիր եւ ետ կանցիր թիմացինին։ Եվ գիտեք շատ անգամ երբ ճիշտ կերպով խոստովանիս, գհրավիրես թիմացինին, որպես ինքնալ քեզի խոստովանի առանց բան ասելու։ Ամեն։ Երրորդ ճշգրիտ հիշե սխալդ։ Գիտեք շատ անգամ մենք ընդհանուր գուզենք խոսել։
գներես սխալեցա քեզի հանդեպ։ Եվ գրնալա շատ անգամ ադի իր կորձը գտեսնե, չեմ գրնար ասել որ սխալ է, բայց որքան ավելի աստեցիկ պիտի լա, եւ թուն ասես գներես անդվայել փարմը ասի քեզի հանդեպ։ Քու սխալը դեսես։ Անգլերեն գսեն owning your problem, owning your mistake։ Սեփականացնես ինչ որ երևս ես գներես անվայել գերբով վարվեցա քեզի հետ գներես շատ բարգացոտ վարվեցա քեզի հետ գներես ուրիշներուն արչև քեզի խեղադագությունների քեզի հետ հաջիսները ինձի որքան ավելի աստեցիկ պիտի լա երբ թուն ճշգրիտորեն հիշես եւ ասես թե ինչ է սխալը չէ համաձայն եք ինձի հետ շատ անգամ գուզենք շուրջը դառնալ գիտեք նորեն գսեմ մեր հպարտությունը չի ցկեր մեզի որ ճիշտ վերքին վրա տնենք գուզենք ասենք շուրջը դառնալ եւ անմիջապես անցնել բայց այսօր գսեմ քեզի մի դառնա շուրջը մադը դանոր վրա թիր եւ ասե քեզի հանդեպ այս բանը արի եւ որքան ավելի աստեցիկ պիտի լա քո խոստովանությունդ եւ թիմացինի սիրտը պիտի առնեսուն ամեն չորրորդ ջանաչե այն վնասը եւ ցավը որ պատճառեցիր գիտեք ամեն արարք որ մենք կնենք անիգա իր հետևանք ունի ամեն վատ խոս որ գխոսիս անիգա հունդ մնե որ հունդ կունի չէ երբ ես թիմացինին հետ շատ բարգացոտ գխոսիմ ճղային գխոսիմ անիգա իր արդյունք ունի չէ անիգա գրնանա վախ պատճառ է թիմացինին գրնանա սարսափ պատճառ է եթե ես անվայել փարմը գսեմ անիգա գվիրավոր է թիմացինին չէ անորոմալ մեկ բան է որ ես խոստովանի մի սխալս բայց նաև ուրիշ բան է որ ճանաչեմ թե անիգա ինչ պատճառեց թիմացինի մեջ եւ ցավակցի մանորդ հստակ է սերաներ միտքս եթե ես քեզի բնթեցի բամը անելու անիգա իր հետևանք ունի ես քո ազատությունը դարի անորոմալ երբ կխոստովանիս նաև հիշե այն ցավը որ պատճառեց իր թիմացինին Պիտի հասնենք on եղբայրնազո արդեն նյութես վերջին գետը տունսիր բայց գանուխ եթեր ջանաչե այն ցավը որ պատճառեց իր թիմացինի մեջ որտեվ մեր նպատակը չէ բարձրապես մեր հաշիվը լուծել եւ անցնել անի չէ սիրաները մեր նպատակն է թիմացինին սիրտը առնել եւ սիրաշահել որտեվ թիմացինը մեզի համար արժեքավոր է եւ երբ դու կմեղանչես Անիգա հետևանք ունի ցավակցիր անորդ ասե գներես որ քեզի ուրիշներուն արչև վարձկեցի գներես որ ես քո ազատությունդ խլեցի գներես որ քո արժանապատվությունդ վարձարգի իմ խոսքերովս ամեն սիրելներ այսօր դժվար բանի մասին գխոսիմ բայց շատ կարևոր են այս մանրամասնությունները նրբանգատ բաները սիրելներ շատ բան գրնա փոխել որովհետև շատ անգամ ներողություն գսենք եւ գանցենք եւ գսենք ինչու համար Դագավին բարգացած ես ինչու համար դագավին վիրավոր ես ըսի արդեն քեզի բայց այսօր գիցանք ինչու չէ որտեղ շատ հարևանցի գանցնենք այսօր պետք է գիտնանք սիրելներ գիտակցենք թե ինչ է մեր սխալը եւ գիտակցենք անոր հետևանքը ինչ է ամեն եւ վերջինը ընդունիր սխալիդ հետևանքը Շատ անգամ մեր մեղքերը, մեր սխալները այդքան մեծ են, որ մեզի համար հետևանք ունին։ Գիտեք, Աստված բնական օրենք մտրած է, ինչ որ գցանես կհնցես, համաձայն ես։ Շատ անգամ այնինչ որ գցանենք, մեզի ալ հունց կուկա։ Եվ գուզեմ երեք բաներ հիշել, նախ գորուստ։ Շշպախտապար շատ անգամ երբ մենք լուրջ կերպով գսխալենք մարդոնց հանդեպ մարդոց կգործընծնենք։ Այո։ Ասեք յանքի իրականություն է սիրներ։ Եվ մենք որպես անշուշտ հավատացյալ Աստված բարի է, Աստված մեզ համար լավ ծրագիրներ ունի, ամեն բաները բարի կորձագից կն ամեն անոր մասին չեմ խոսիր այսօր ես, բայց յանքի բնական օրենք մը գա սիրներ, որ ինչ որ պիտի ցանես, անոր հունց կպիտի առնես, եւ շատ անգամ դժբախտաբար մարդիկ կգործընծնենք մեր յանքի մեջ, ժամանակավոր կամ մշտական, չէ՞։ Շատ անգամ մարդիկ չես գործընծներ, բայց մարդոց վստահությունը կգործընծնես։ Այո, դժբախտաբար Եվ ասի իրականություն է, որտեղ երբ որ մարդոց հանդեպ գվիրավորես մարդիկ գործընծնեն իրենց վստահությունը քեզ հանդեպ։ Շատ անգամ մարդոց չերմությունը
մտերմությունը կգործընծնես։ Գիտեք, անարակ որդին եւ վերադարձավ, ասավ հայր արժանի չեմ հայր որդի ելալու, ինձի ծառաներ հետ մեկն եկած է։ Պատրաստ էր գրելու իր սխալին հետևանքը։ Պատրաստ էր գրելու իր մեղքերուն հետևանքը։ Եվ այնինքն կնշանակե, որ իր զղջումը իրական էր։ Երբ որ քու զղջումդ, քու խոստովանությունը ճշմարիտ է, անոր բդուղներեն մեկը ան է, որ դու պատրաստ ես անոր հետևանքը գրելու։ Եվ այնինքն գլա գորուս շատ անգամ անդի ցավ կբաճարը, ցավ գլա, որովհետև եւ դու մարդուն կցավցնես, շատ անգամ մարդն է քեզ կցավցնե։ Կփոխհատարցե չէ։ Ճշմարտաբար անշուշտ, որովհետև աստվածային օրենքը այդպես չէ։ Աստված կսե չարը բարիով մի փոխանակեր, շատ անգամ որովհետև մարդն անի գդարվի։ Եվ մենք պետք է ընդունենք անիգա, որովհետև ցավ ցանեցիր, ցավի դենցես։ Եվ երրորդ կետը սիրելիներ, հադուցումը է, որ ինչպես եղբայրն ազոն քիչ գարած, ասավ։ Գիշեք սուբքի մեջ օրինակը, որ մեծ գերբով սխալեցավ, շատ լուրջ գերբով մեղանչեց, բայց հադուցում արավ։ Զաքեոս։ Գիշեք Զաքեոսի պատմությունը, անիգա մաքսավոր էր, ինչ կներ անիգա մարդոց կգողոպտեր, կքողնար մարդոց։ Եվ օրը Հիսուսի հանդիպեցավ, եւ ինչ խոստացավ, պիտի երթամ եւ պիտի դամ 4 անգամ, չէ՞։ 4 անգամ ավելի պիտի դամ այն ինչ որ արած եմ։ Եվ երբ այս անցը ասավ անիգա, Հիսուսը ասավ այս դան մեջ փրկություն եղավ։ Այն բահուն, որ անիգա հադուցում արավ, անոր փրկությունը կատարելագործվեցավ։ Շատ անգամ սիրելիներ, երևակայեցեք Զաքեոս երթար եւ սիրելի եղբայրներ, շատ կներեք ինձի։ Ես ցեզի գողոպտեցի, բայց ասկեվեջ պիտի չնեմ։ Քացեք եւ դերը ցեզի օրդներ։ Կրնան, բայց այդպես չրավ։ Հադուցանեց։ Շատ անգամ սիրելիներ, մեր մեղքերը այդքան գորուս կբաճարեն մարդոց, այդքան ցավ կբաճարեն, որ միգուցե բավարար չէ խոստովանելը։ Պետք է հաջորդ քայլը առնենք եւ հադուցանենք բամը։ Եվ ցեզի գրնամ ասել բոլորից բամը ունենք տանիք։ Շատ անգամ արածը չես կրնար դալ, բայց կրնաս ուրիշ բամը դալ։ Կրնաս նվերմը դալ թիմացինին։ Կրնաս քու ժամանակը դալ թիմացինին։ Կրնաս քու սիրո խոսքերը դալ թիմացինին։ Կրնաս խոստումը դալ թիմացինին։ Չէ՞։ Բամը ունենք տալիք սիրելներ։ Կրնաս ճաշի հրավիրել։ Շատ բաներ իրնասներ սիրելներ, որպես հադուցում քու սխալիդ։ Եվ երբ դու գնես այդ հադուցումը սիրելներ, քեզի գրնան վստահեցնել, որ քու դարձդ քու խոստովանությունը դարբեր աստեցություն պիտի ունենա թիմացինի վրա։ Ամեն։ Ուրեմն ինչ գործնական քայլերու մասին խոսեցանք սիրելներ, առաջինը իմացիր, որոնք են Աստված։ Նախ մտածե, քանի օքի Աստված է քու սխալդ։ Երկրորդ խուսափիր եթեներն եւ փայծերն, հաստատորեն ասեք քու սխալդ, առանց արդարացնելու, առանց փայծերու։ Երրորդ ճշգրիտ հիշե սխալդ։ Շուրջը մի դառնար, ասե ճիշտ ինչ էր անիգա, հիշե։ Չորրորդ ճանաչե այն վնասը, որ պատճառեցիր։ Եթե անիգա թիմացին վիրավորեց, ճանաչե այդ մեկը։ Եթե թիմացին արժանապատվությունը վարարավ, ճանաչե այն մեկը։ Հինգերորդ ընդունիր սխալիդ հետևանքը։ Եթե անոր մեջ գորուստ կա, ընդունիր անիգա։ Եթե անոր մեջ ցավ կա, ընդունիր անիգա։ Գիտեք ավազագը ինչ ասավ Աչագոմյան, գիշեք։ Ասավ որ մենք մեր ըրածին հադուցումն է որ գարնենք։ Գիշեք։ Մույս Ցախագոմյանին ինչու այդպես ասավ, որտեղ ճշմարիտ զղջում ուներ ինքը։ Եվ ասավ ես պատրաստ եմ իմ ըրածիս հետևանքը գրելու։ Երբեք մտածած այդ ուղղությամբ սիրելիս,
Որովհետև ճշմարտապես խոստովանեցավ եւ դարձավ, ասավ ես պատրաստ եմ հետևանքը գրելու։ Եվ շատ անգամ ես սիրելներ պետք է հատուցում ունենք, ինչպես Զաքիոս հրավ, չէ՞։ Փոխարինենք բամը սիրելներ Թիմոթեյի սիրտը առնելու համար, ինչ որ գրնաս անել։ Քայլ մար, զոհ մը որբեսի սիրաշահի սանանցը եւ որբեսի ցույց տաս, որ քու զղջումդ հարևանցի չէ։ Քու ներողամտությունդ մագերեսային չէ, այլ անիկա ճշմարիտ է։ Եվ ինչպես որ էսի սիրելներ, խոստովանության այս բողոդան մեզի կբահե խոնար, մեր սիրտը մաքուր կբահե, որբեսի մենք Աստված տեսնենք, մեզ կբժշկե, մեր հարաբերությունները կբժշկե եւ մեր հարաբերությունները կվերականգնե։ Ամեն։ Այսօր բամը օգտվեցանք սիրելներ։ Այսօր որու խոսեցավ Աստծո խոսքը։ Գիտեք, դարին վերջացնենք սիրելներ։ Եկեք մեր հաշիվները մաքրենք մարդոցեց։ Եթե այսօր չեմ գիտեր ինչ է քու բարակատ, որու հետ խնդիր ունիս։ Գիտեք, շատ անգամ մեր հարաբերություններուն մեջ այսպես բրգվածություններ կան, համաձայն եք։ Գեցվածքներ կան։ Եվ շատ անգամ անիկա ոչ թե մեր ներգայի երածներուն է, անիկա մեր անցյալի երածներն է։ Ես եղած է որ կյանքիս մեջ Աստված ինձի խոսած է եւ ասած է գնա եւ ներողություն խնդրե անցյալին երածներոդ համար։ Եվ ես կացած եմ եւ այնտեղ ներողություն խնդրած եմ անցյալիս իմ երած սխալներուս համար, որ այսօր չեմ աներ։ Եվ ցեզի գրնամ վստահեցնել, որ իմ հարաբերությունս անցին հետ փոխվեցավ։ Դարբեր բժշկությունը մեջտեղ եկավ անոր մեջ, դարբեր ազատությունը մեջտեղ եկավ, վերքերը սկսան մաքրվելու։ Այսօր սիրելիս եւ եղբայրս մտածե, բաղ մարի դու Սուրբ Ոգին, որովհետեւ քեզ հիշեցին։ Որու հետ այսօր ունիս հաշիվ մաքրելիք։ Որու սիրտը այսօր գոդրված է քեզ մեջ։ Որու հետ հարաբերություններուդ մեջ կան գեցվածքներ, գսկաս որ փամ մգամ։ Այսօր որոշում ասիրներ խոստովանության բողոդային կալելու։ Ասելու Տեր, այսօր ես կուզեմ երթալ, ինձի դուր այն շնորհքը, ինձի դուր այն զորությունը, որովհետեւ հպարտությանս վրա ջզմեմ եւ երթամ եւ խոստովանեմ։ Ամեն։ Եկեք մեր գլուխները խոնարեցնենք սիրելիներ, բահ մաղոտքի մեջ լանք։ Արի դուր այս բահուն դերոջը, որովհետեւ քու մեջդ կործե։ Խոսիր դերոջը հետ, ասե Տեր, որու հետ պետք է խոսիմ այսօր։ Որու հետ պետք է այսօր իմ հաշիվներս լուծեմ։ Եվ այսօր ասե Տեր, ինձի զորություն դուր, քաջություն դուր, շնորհք դուր, որովհետեւ այս քայլը առնեմ ես այսօր։ Հլա անցյալին հրածներուս համար, հլա ներկային հրածներուս համար։ Տեր, այսօր քո առջևդ կգենանք։ Շնորհակալ ենք, որ թուն գխոսիս մեզի, Տեր, այսօր կքննես մեր սրտերը եւ կուզես մեզ մաքրել այսօր։ Այսօր կխոստովանենք, որ շատ անգամ չի խոստովանեցանք։ Բահեցինք մեր սխալները։ Տեր, այսօր ները մեզի, նախ քեզ քո առջևդ կխոստովանենք, Տեր։ Խնդրենք, որ ներես մեզի մեր հպարտության համար, մեր ինքնարդարության համար։ Այսօր գուզենք որոշում առնել, որ խոստովանության մեջ պիտի գալենք, Տեր, թե քեզի նկատմամբ եւ թե մարդոց նկատմամբ։ Տեր, այսօր մեզի դուր այն շնորհքը եւ այն զորությունը, որպես երթանք եւ խոսենք անոնց հետ, որոնց սիրտերը կդրած ենք։ Այսօր հիշեցուր մեզի, խոսիր Սուրբ Ոգի Աստված յուրաքանչյուրիս։ Հբիր մեր սրտերում, փափուկցուր մեր սրտերը։ Որպես այսօր երթանք եւ խոստովանենք մեր մեղքերը, չբահենք անիրադեր, այլ լույսին հանենք, որպեսզի թուն գարենաս մեզ բժշկել, որպեսզի թուն գարենաս մեր մեջ ներքործել եւ մենք օրե օր փոխվենք Քրիստոսի նմանելու։
Եվ անոր խոնարհությունը հագնելու։ Փառք քեզ Տեր այսօր քո խոսքիդ համար։ Շնորհակալ ենք, որ այսօր կործեցիր մեր մեջ Տեր։ Այսօր չենք ուզեր այս խոսքը չարը քողնա մեր մեջ։ Այսօր գուզենք որոշումով դուսելել։ Այսօր գուզենք խոնարհությամբ դուսելել այստեղ։ Եվ մեր հարաբերությունները վերականգնենք Տեր։ Փառք քեզ միշտ Հավիդյանից Հիսուսի անունով խնդրեցինք։ Ամեն։ Ամեն սիրելիներ։